Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի հոգևոր դասն ու տարբեր համայնքներից ուխտավորաբար եկած հավատացյալները Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում էին հավաքվել միասնական ժամերգության։ Վերջին շրջանում այս թեմերում հաճախ են միասնական ժամերգություններ և պատարագներ անցկացվում։ Աղոթք է հնչում անազատության մեջ գտնվող Բագրատ, Միքայել և Մկրտիչ սրբազանների, ինչպես նաև երկրի խաղաղության, հայ եկեղեցու զորացման և հավատացյալ ժողովրդի հոգևոր կյանքի ամրապնդման համար։ Մարդիկ հավատում են, որ միասնական աղոթքները ծանր փորձությունների ժամանակ դառնում են հոգևոր վահան և օգնում են նեղության մեջ գտնվող հոգևորականին ու հավատացյալին զգալու, որ իրենց փորձության մեջ մենակ չեն։ Ես ամենաառաջին աղոթում եմ մեր հոգևորականների համար։ Բոլորին քաջ առողջություն եմ ամենաառաջինը մաղթում ու ամենակարևորը այս փորձությունների միջից Աստծո զորությամբ իրանք հաղթանակած դուրս գան։ Տվյալ պահին Երևանից կարողացել ենք հասնել այստեղ, որպեսզի միանանք մեր հոգևորականներին, Մասյացոտնի եւ Արագածոտնի թեմի հոգևորականներին, վեր բարձրացնելու մեր աղոթքները, որպեսզի շտկվի այս վիճակը մեր երկրում, մոտակա ժամանակում չարը վերանա մեր երկրից։ Միայն մեր աղոթքները կարող են նպաստել այդ ամենին եւ իհարկե մեր ապաշխարությունը։ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը ողջունեց Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում հավաքվածներին։ Նման հանդիպումներն ըստ Հայր Սուրբի ամրապնդում են հավատացյալների միասնականությունը, զորացնում հոգևոր կյանքը եւ նպաստում եկեղեցու շուրջ համախմբմանը։ Անդրադառնալով տնտեսի կիրակի խորհրդին, Հայր Սուրբը շեշտեց, որ այսօրը հավատացյալին հիշեցնում է Աստծուց տրված պարգևների եւ շնորհների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին։ Հորդորեց դրանք օգտագործել բարիք գործելու եւ Աստծո կամքին ծառայեցնելու համար։ Այս առակը խոսում է նրա մասին, որ մենք կոչված ենք մեր ուժերը հնարավորինս ներդնելու բարիք ստեղծելու համար, բայց այդ բարիքը չդարձնելու կուրք, այլ դարձնելու բաժնեկցություն, այլ դարձնելու խաղաղության հիմք, դարձնելու եղբայրության երաշխիք, դարձնելու մեկս մյուսին օգնելու, մեկս մյուսին բարձրացնելու, սերը տարածելու, խաղաղությունն ու հաշտությունը ապահովելու հիմք։ Բայց երբ որ մենք այդ ամենը միայն վերցնում ենք մեզ եւ համարում ենք, որ դա միայն մերն է, ինչով ենք տարբերվում արգելված պտղին մոտեցող կամ ձեռքը մեկնող առաջի մարդկանցից։ Ուրեմն Հիսուս այստեղ ասում է անիրավ մամոնայից բարեկամներ արեք, որպեսզի երբ որ այն պակասի, երկնային հարկերում տուն ունենաք։ Ուրեմն երկնքի արքայության, ժառանգության սկիզբը այստեղ է։ Երկնքի արքայության գանձերը այստեղ է, որ սկսվում է եւ դիզվում է վերևում։ Ուրեմն մենք այստեղ պետք է ներդրում անենք, որպեսզի երկնքում ունենանք գանձեր։ Իսկ այդ ներդրումը կարող է լինել բոլոր այն կարողականություններով, որ մենք ունենք։ Դա կարող է լինել ժամանակ, առողջություն, տրամադրություն, նյութական իրականություն, էներգիա, ստեղծագործական ջիղ, շնորհներ։ Ուրեմն մեծ պահքը ոչ միայն ճգնություն է մեզ մեղքերից հեռու պահելու, այլ նաև ճգնություն է բարիք արարելու, բարիք գործելու եւ բարիքը բաժնեկից դարձնելու մյուսների համար։ Մեր եկեղեցու համար ծանր ու փորձություններով լի այս օրերին զգալի վնաս կրեցին այս երկու թեմերը։ Արագածոտնի թեմի առաջնորդն այսօր անազատության մեջ է։ Ամիսներ շարունակ քրեակատարողական հիմնարկում անցկացնելուց հետո Մկրտիչ սրբազանն այժմ գտնվում է տնային կալանքի տակ։ Թեմի երկու սրբավայրերում Հովանավանքում եւ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում խաթարվել է հոգևոր կյանքը։ Կարգալույց քահանաները շարունակում են իրականացնել հակականոնական ծեսեր։ Օրերս Արագածոտնի թեմում ծառայող եկեղեցականներն իրենց անհամաձայնությունն են հայտնել դատարանի ընդունած որոշման վերաբերյալ, որոնցով նրանց պարտադրվում է որպես հոգևոր հովիվներ ճանաչել աշխարհական այդ անձանց։ Նույնաբովանդակ հայտարարությամբ են հանդես եկել նաև Մասյացոտնի թեմի 19 հոգևորականները,
դարձյալ իրենց մտահոգությունը հայտնելով դատարանի կողմից ընդունված որոշման վերաբերյալ, որով նրանց պարտադրվում է որպես առաջնորդ ճանաչել կարգալույց հռչակված նախկին առաջնորդին։ Մենք հստակ կարիք ունենք հոգեորականներով մեր թեմի արտահայտել մեր կարծիքը կամ մեր դիրքորոշումը այն իրողության հանդեպ, ինչ որ ստեղծվել էր, այսինքն եկեղեցական գործերին, ուրեմն պետական կամ դատական մարմինների խառնվելով, հա, այսպես ասած, այսինքն ինչ որ որոշումներ են կայացնում, որ անհասկանալի է, ինչ կապ ունեն այդ որոշումները եկեղեցու հետ, ինչ կապ ունեն այդ որոշումները հոգևոր ծառայության հետ, եկեղեցու կառույցի հետ, եկեղեցու կարգ ու սարքի հետ, այսինքն եւ այսպես փորձում են այդ որոշումներով ինչ որ չասեմ մի բան անել, ուղղակի ուզում են խանգարել մեր ծառայությունը եւ մենք հստակ այդ մեր դիրքորոշումը արտահայտեցինք, որ այդ որոշումները մեզ համար ընդունելի չեն եւ չեն կարող ընդունելի լինել, որտեղ եկեղեցական առումով հակականոնական են այդ որոշումները։ Հայաստանի այս առաքելական եկեղեցին ունի իր ուրույն կանոնադրությունը, որի մեջ պետությունը իրավունք չունի, դա սահմանադրական կոպիտ խախտում է, երբ որ դատարանը կամ քաղաքացին կամ աշխարհականը մտնում է եկեղեցական ասպարեզ եւ փորձում է թելադրանքներ տալ։ Հիմա հարց. ով է օծել այդ քահանային։ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Ով կարող է կարգալույց անել այդ քահանային։ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Պետությունը չի օծել, ոչ էլ դատարանը, ոչ էլ դատախազը, ոչ էլ դատավորը, որ նա իրավունք ունի լծակներ օգտագործելու եկեղեցու դեմ։ Հաստատակամ օրինակով տեսանք մեր առաջնորդների ձերբակալությունը։ Նրանք չփախան եւ չթաքնվեցին։ Մեր առաջնորդները եւ իրական ու իսկական հոգեվորականները նման են խաղողի որդին։ Ինչքան որ խաղողի որդը փորձում է այգեպանը էտել, այնքան մեծ բարի եւ գեղեցիկ պտուղ է տալիս։ Ինչքան որ փորձեն հալածել, միևնույն է Քրիստոս իր հովվին երբեք անտեր չի թողնի։ Եվ որտեղ որ հովիվն է, այնտեղ էլ հոտն է։ Մենք միշտ հավատացյալների հետ խոսելիս պահքի ընթացքին կամ պատրաստության ընթացքին ասում էինք, որ բնական է հիմա էլ ենք ասում, որ պահեցողության ընթացքին փորձությունները ավելի շատանալու են։ Եվ դուք պետք է ավելի ամուր լինեք, ավելի զգոն, ուշադիր, աչալուրջ, որպեսզի կարողանաք պատվով հաղթահարել։ Հիմա մենք խաչի ճանապարհ ենք անցնում, ինչպես որ Քրիստոս մեր Տերը խաչը ուսին Գողգոթա բարձրացավ եւ հարություն առավ այնտեղից, այդպես մենք պահեցողության ընթացքը խաչի ճանապարհ որպես պիտի ընկալենք եւ կարողանանք պատվով խաչը տանել, ինչպես որ Քրիստոս խաչը իր ուսին Գողգոթա բարձրանալուց երբեք չտրտնջաց, հա, նույնիսկ մխիթ հարում էր իրեն խղճացող, հա, մարդկանց, երբ որ կանայք լաց էին լինում, ասում էր ինձ վրա լաց մի եղեք, այլ ձեր եւ ձեր զավակների վրա լաց եղեք։ Հիմա մենք պիտի այս ընկալումով ոչ թե ինքներս լաց լինենք կամ մեզ վրա լաց լինող փնտրենք, այլ պիտի կարողանանք մենք զորանալ եւ զորացնել նաեւ մեր հավատացյալներին, մեր եկեղեցին միասնականությամբ, աղոթքով, ժամերգություններով, ուխտագնացություններով, որովհետեւ չարի փորձությունները ի վերջո մխացող նետեր են, որ գալիս են, իսկ մեր հավատքն էլ վահան է, որ պիտի դեմ առնի դրան եւ դրանք պիտի ընկնեն։ Նշանակումից ի վեր Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հայր Ռուբենը յուրաքանչյուր կիրակի թեմի եկեղեցիներում մատուցվող պատարագի ընթացքում քարոզ է ընթերցում, մեկնում օրվա խորհուրդը, զրուցում եւ ծանոթանում համայնքի բնակիչների հետ։ Երկու թեմերում անցկացվող միասնական ժամերգությունների եւ պատարագների ժամանակացույցին տեղեկանալու համար հոգեվորականները խորհուրդ են տալիս համացանցով հետևել թեմերի պաշտոնական էջերին։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։